Մի քանի թեմաներ եք առանձնացրել, բայց երևի սկսենք այս հարցից, ինչպես գիտեք, Կիրակի օրը Սրբազան եկեղեցում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ տեղի ունեցավ, ինչի հետևանքով այսօր երկու երիտասարդ տղայի տանում են կալանքի, գործ են կալում նրան, տղաների բացառիկ առաջադիմության տղաների մասին է խոսքը, հայրենասեր ազգային տղաների, ովքեր աղոթագիր կձեռքներին եկեղեցում պատարագի էին մասնակցում եւ Նիկոլ Փաշինյանը շքախմբով մտավ այնտեղ եւ փոխեց եւ մենք այս իրականության ականատեսի եղանք, մի կադր ուղակի Փաշինյանի մյուս քպականներին եկեղեցուց, բայց տեսանք նաև որ տղաներին ամեն դեպքում մտել էին իրենց տուն խուզարկություններ, չգիտեմ ինչ էին փնտրում, բայց գտել են բացառապես տղաների գովասանագրերը, պատվոգրերը, խնդրեմ, սկսենք այս հարցից եւ ինչ եք առանձնացրել։ Գիտեք, ես ուզում եմ պարզապես այն հավատավոր կանայք, որոնք Նիկոլին ասում էին եկել ես պղծես եկեղեցին, հեռացի այստեղից, նրան անվանում էին դիվահար, նրան անվանում էին սատանա, նրան անվանում էին վիժվածք, թուրք, բոլորը դա եկեղեցու, սուրբ եկեղեցու ներսում հոգևոր հայի, հավատացյալ հայի գիտակցության թռիչքն էր, գիտակցության ճիչն էր։ Եվ Նիկոլին անվանեցին հուդա, անվանեցին վիժվածք, անվանեցին պիղծ, անվանեցին ստոր, բայց ես ուզում եմ խնդրեմ մեր հավատացյալ եկեղեցուն, որովհետև Նիկոլը մինչև եկեղեցի գալը արդեն 60-70 հոգու ԱԱԾ-ի եւ ոստիկանության քաղաքացիական հագուստով թուրքահպատակ ոչնչություն էր, այնտեղ արդեն ձեռները հատուկ կամերաները, որպեսզի նկարեն, թե ով ինչ է անում, որպեսզի հականիկոլական բոլոր ուժերին կանչեն պատասխանատվության։ Այն, որ երեխան փորձեց ձեռք բարձրացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի վրա, դա ես համարում եմ ճիշտ։ Դա ես համարում եմ արժանի է Նիկոլը։ Դա ես համարում եմ, որ Նիկոլի դավաճանական ազգասպան քաղաքականության հետևանք։ Եվ գիտես ինչն է հետաքրքիր, երբ գործ թխող քննչական իսկույն հայտարարում է խուլիգանություն եւ պետական պաշտոնյայի ծառայական պարտականությունների կատարմանը խանգարել, խոչընդոտել, այդ տականքներ։ Կիրակի օրը ինչ ծառայական պարտականություններ եկեղեցում։ Կիրակի օրը ինչ ծառայական պարտականություն մետրոյում, փողոցում։ Ուրեմն եթե ինչ ծառայական պարտականություն է կատարում, ապա պետք է դուք որպես ծառայական պարտականություններ կատարելու ժամանակ ընտրապայքարով կամ ընտրական քարոզարշավի մասնակցելու համար քրեական գործ հարուցեք Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Եթե նա Կիրակի օրը եկեղեցում ծառայական պաշտոնական պարտականություն է կատարում, ապա ինչ գործ ունի Կիրակի օրը քարոզարշավով զբաղվելու համար, դա հանցագործություն է։ Կամ հրաման կա, որ ինքը պետք է գնա եկեղեցի եւ դա մտնում է իր պարտականությունների մեջ։ Թե այստեղ որպես ընդ որում քրեատարական օրենսգրքում կա պատշաճ ապացույց տերմինը, պատշաճ ապացույցի մեջ է մտնում, թե տվյալ անձը ինչ կարգավիճակում է գտնվել տվյալ վայրում։ Եթե նա քաղաքացի ու կարգավիճակ է, ապա նա նկատմամբ բոլոր վերաբերմունքը պետք է քաղաքացի լինի, որպես քաղաքացի լինի, ոչ որպես պետական պաշտոնյա։ Թե ձեզ թվում է Քասալյանա, թե Քասլանյանա, այդ տական քննիչի նման պետք է գործ թխեք ու անպատասխան մնաք, բոլորդ եք պատասխան տալու։ Իսկ երիտասարդները մեր ազգի սերուցքն են, մեր ազգի ապագան են այդ երիտասարդները, այդ երկու տղաները, ովքեր չվախեցան ոչնչից, իրենց ազգային ատելությունը ազգի դավաճանի նկատմամբ ցուցաբերեցին։ Ես ուզում եմ ուրիշ բան ասել։ Հիշում եք Կյաժի կեղծ պապիկի պատմությունը, որ ինչ-որ մեկին 10,000 դրամով կանգնեցրել էին կապիկի նման, ասում էր ես հերոսի պապիկ եմ։ Հիշում եք դա։
20,000 դրամ էին տվել մեկին, մի հասարակած անպետք կնոջ, որը ներկայացնում էր գերու հորաքույր եւ տալիս է գերու անունազգանուն այդ գերին այնքան բարոյականություններ, որ ասես ես այդպիսի հորաքույր չունեմ, այդ գերու մայրը այնքան բարոյականություններ, որ ասես ես այդ կնոջ չեմ ճանաչում։ Ահա Նիկոլի ողջ թշվառությունը, որին հասցրել է մեր ազգին։ Ես ուզում եմ պարզապես ականատեսի աչքերով պատմեմ սիրելի ժողովուրդ, թե ինչ էր կատարվում 10-30-ի սահմաններում Սասի Դավիթ կայարանի անցումում, գետանցումում։ 12-30 ես գնում եմ Երևան տոնավաճառ։ Տեսնում եմ անցումի մոտ, որտեղ հետո դրանից 1 ժամ հետո հայտնվեց ազգային դավաճան տականք Նիկոլը, կանգնած են 5-ից 7 տարբեր տարիքի մարդիկ, 3 տղամարդ առանձին, 2 կին, 2 տղամարդ առանձին։ Նրանց հետ են ոստիկաններ եւ ԱԱԾ-ի աշխատակիցներ, արտաքին տեսքից եւ մեր ԱԱԾ-ի աշխատակիցները եւ իրենց սովորեցնում են, թե Նիկոլը գալուց ինչ պետք է հարցնեն իրենց։ Եվ այդ հարցերը հենց իմ Արցախցու, մի հատ արցախցի էին բերել, հենց այդ Արցախցու հարցը հետո հնչեց, որը ես իմ ականջով։ Հետո երբ մտնում եմ անցում, տեսնում 40-50 այս Այն որ Հայաստանի Հանրապետության մակետը կրծքին են, որ Նիկոլը ասել էր սա հայրենիքի թերմացք է, այդ հայրենիքի թերմացքին ես դոշին կպցրած 40-50 հոգի կանգնած այնտեղ, մտնում են խանութ, դուրս են գալիս հավաքված, սպասում են Նիկոլ Փաշինյանին, իհարկե այնտեղ մի քաղաքացի էր ասում եւ ասում է, այդ քաղաքացին ուղիղ ասեց հարբեցող ծաղրածուին եք սպասում։ Հետո ասես չեք ամանչում է թերմացքին չեք կպցրել դոշին։ Ընդես մեկն ասում սա թերմաշ է Հայաստանի Հանրապետություն ասում Նիկոլն է ասել թերմացք։ Բոլորը այսպես քալ լռություն։ Մեկը կար այն եկեղեցու դրանը ոտքով հարվածողի կողքին է միշտ գտնվել այդ տականքը։ Նա փորձեց ինչ-որ բան ասել, քաղաքացին ամենավերջին հայուանքներով իրան բան արեց, հետո քայլում են եւ այնտեղ կանգնած են նաեւ 3 երիտասարդ երկրապահի տղաներ։ Թե երկրապահի այդ երիտասարդներին ինչի են բերել, չէ որ քարոզչության մեջ արգելված է անչափահասներին ընդգրկել քարոզարշավի մեջ։ Դա քրեորեն պատժելի արարք է համարվում։ Հետո մեկը վազելով եկավ ինձնից անցներ, ասի տղա ջան, մի րոպե դու որտեղից ես, ասում եմ երկրապահից։ Ասի բա ինչ գործ ունես այդտեղ, ասում եմ ինձ ուղարկել են։ Ասում եմ այս բանը տվել են ուղարկել են, ձեռք 20,000 դրամ կար։ Ես ուղղակի ասում եմ այն ինչ որ կատարել է։ Ասում բայց մեծ փողը քեզ որտեղից տվել են։ Ու վազելով մտավ այդ նույն տոնավաճառ։ Եվ հետո ես դուրս եմ գալիս։ Տիգրան մեծում կանգնած է ոստիկանական գվարդիայի մեկ միկրոավտոբուս։ Լիքը ոստիկաններ։ Արցախի փողոցի վրա, երբ որ սկսում է Արցախի փողոցը, կանգնած է երկրորդ միկրոավտոբուսը, լիքը ոստիկաններ մեջը, ոստիկանական գվարդիայի ծառայողներ մեջը։ Եվ մի քաղաքացի բարձր ասում է եկել եք այս սյունած ողջունի այդ բտի պահեք, այդ ոստիկանը չի ասում Նիկոլը բտ չի։ Ասում է ներսը կինք այլի խնդրում եմ տես կոպիտ բաներ մի ասեք։ Այսինքն ընդունում են որ Նիկոլը այդպեսին է, բայց քանի որ աղջիկա խնդրում եմ մի ասեք։ Սա իմ աչքով տեսածն է երեք։ Եվ հետո դուրս է գալիս։ Այդ նույն մարդիկ, որոնց ԱԱԾ-ն կամ ոստիկանությունը բերել է, հարցեր են տալիս։ Այնտեղից մի խանութի աշխատակից ասաց, ինչ են հարկեր այդքան թանկ, առևտուր չկա, չենք կարողանում, հեսակ գնանք, Նիկոլը իր ոճով կապիկություն արեց եւ գնաց։ Եվ գիտես ինչ, նիկոլական ֆեյքերը, 12,000 ֆեյքերը, իսկույն սկսեցին, կինը շնորհակալություն է հայտնում գեյներին բերելու համար, բան էս կոմենկոմ, բայց ամոթ ձեզ, այն որ բանում եկեղեցում թքում են քո երեսին, Նիկոլ, դա հենց այդ կեղծիքների համար է, որ դու կատարել ես։ Դու այնքան ստոր ես, դու այնքան վախկոտ ես, որ քեզ համընդհանուր ժողովուրդը չի բանանում։ Եվ գիտես ինչ կա, Կոնջոյանի վարորդին, Հայաստանի Հանրապետության մակետը նվիրում ես, տալիս ես, ցույց տալու որ պատահական քաղաքացի է, մինչդեռ ավտոբուսը 2 կանգար վերև ավտոբուսներից բոլորին իջեցնում են, ԿՊ-ական պաշտոնյաների եւ նրանց երեխաներին կամ ծնողներին նստացնում են, որպեսզի Նիկոլը մտնի բարևի եւ բանանի, լսիր, մետրոյի էսկալատորի վրա
55 քաղաքացուց ոչ մեկը քո բարևը չառավ, բոլորը զզվանքով դեմքը շրջեցին քեզնից, Նիկոլ, ահա քո գնահատականը, Նիկոլ, դու ազգի դավաճան ես, դու ազգի քերանք ես, ազգի տականք ես, եւ քեզ երբեք ներում չի լինելու։ Ես ուզում եմ բերել Նիկոլի հերթական ստերից մեկը։ Մարտի 21-ին լրագրողի հետ հարցազրույցի ժամանակ դավաճան կապիտուլյան ստախոս մանիպուլատոր Սրիկան Նիկոլը հայտարարեց հետևյալը. Մեզ ասում են քաղաքական զիջումներ եք կատարել, մենք ոչ մի զիջում չենք կատարել, դա սխալ է, մենք ինչ զիջում ենք կատարել, մեկը թող ասեն։ Ես բերում եմ առաջինը։ Արցախը, Հայաստանը եւ վերջ արտահայտությունից հետո 100 միլիարդ հարստությամբ 8 միլիարդ զենք զինամթերքով Արցախը տվեցիր Ադրբեջանին, դա մեկ զիջում։ Երկրորդը, նոյեմբերի 9-ից առանց կրակոցի, նոյեմբերի 9-ից մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը զորքերը պետք է կանգնած մնային այն տեղերում, որտեղ նոյեմբերի 9-ին կային, բայց դու առանց մի կրակոցի Ադրբեջանի պահանջով նոյեմբերի 9-ից հետո չանցալով քո իսկ ստորագրած համաձայնագիրը Թուրքիային տվեցիր Քարվաճարը, Անկրան, Լաչինը, Կուբատնուն, Զանգելանի մի մասը։ Երկրորդ զիջում, երրորդը 2020 թվականի դեկտեմբերի 14-ին երկու դիվերսանտ, որոնք հայ երիտասարդ էին սպանել, Ադրբեջանի պահանջով տվեցիր ոչ մի գերու, ոչ մի պահվածի, գերեվարվածի հետ չպահանջեցիր փոխարենը, այդ երկուսին տվեցիր առանց մի հայ ազատագրելու, Ադրբեջանի պահանջով, դա հերթական զիջումը, Սյունիքի դիրքերը, Գեղանկի բարձունքները, Սոտքի մեծ մասը, Վարդենիսի մեծ մասը, 250 քառակուսի կիլոմետր տվեցիր Թուրքին առանց մի կրակոցի, եւ թուրքերը նստած են այդտեղ հայտարարում են ոչ մի միլիմետր չենք զիջելու, հետ չենք գնալու մեր դիրքերից, ստրատեգիական բոլոր բարձունքները իրենց են։ Դու ինքը տվեցիր այդ դիրքերը Թուրքին, հայտարարելով որ մեզ պետք է այդ բարձունքները 6 ամիս ջան տակեն։ Դուք հասկանում եք, ոչ թե դա զիջում է, այլ վախկոտ զիջում է։ Հաջորդը Սյունիքի դիրքերը, Սև լիճը, Կարմիր լիճը, Արփավորոտան գետերի ակունքները տվեցիր Թուրքին առանց մի կրակոցի, առանց որևէ բանի եւ լուր համաձայնվեցին, որ այնտեղ թուրքերը այսօր ամրություններ են կառուցում։ 2021 թվականի մայիսին վերին շորժան տվեցիր։ 2021 թվականի նոյեմբերին Գորիս Կապան 21 կիլոմետրանոց ճանապարհը դու տվեցիր Թուրքին։ Հայտարարելով որ միթե դա ճանապարհը մերն է, երբ այն կառուցվել էր Խորհրդային Հայաստանի Հանրապետության կառավարության միջոցներով եւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում։ Եվ Ալիևը ոչինչ չգտավ, ասաց Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը այդ ճանապարհը ճանաչել է մերը։ Զիջում չէ դա տականք։ 2022 թվականի մարտին 1 կիլոմետր թուրքը մտավ ներքին հանդ, 5 վրան դրեց եւ կարևորագույն համաշխարհային սոսիների պուրակի մեծ մասը գրավեց։ Սա զիջում չէ։ 2022 թվականի ապրիլին Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես դու հրաժարվեցիր Արցախի ինքնորոշումից։ Զիջեցիր Թուրքին ամենագլխավոր երազանքը։ 2022 թվականին 6 կետերով բանը արտաքին գործերի նախարար Ադրբեջանի արտաքին գործերի նախարար 6 կետերով որոշում են ընդունում, որտեղ մտնում է հայերի ինքնորոշման իրավունքի եւ հայերի անվտանգության հարցերը Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Հրաժարվեցին դրանից թուրքերը այդ դեկլարացիան, որ ստորագրել են արտաքին գործերի նախարարները, թուրքերը պատրեցին, դեն նետեցին եւ դու հրաժարվեցիր։ Դա ամենամեծ քաղաքական զիջումներից մեկն է, որ դու տվեցիր։ 2022 թվականի օգոստոսի 25-ին Ալիևի հետ հանցագործ համաձայնությամբ փակեցին Լաչինի միջանցքը։ Հայ ժողովրդին խաբելու համար
տականք, ստախոս մանիպուլյատոր, կորնիձորով շրջանցիկ ճանապարհ էր կառուցում, 2 միլիարդ պետական բյուջեում տվեցիր այն ժամանակվա նախարարներից մեկին, որը հիմա քո այդ հանցագործինով 2 միլիարդը վերցրեց, պալատ կառուցեց մոր համար ու թռավ, հիմա ընդգրկել ես քո Գեղարքունիքից այդ դավաճանը, ու է այդ ճանապարհը, դու Ալիևին թույլ տվեցիր փակել Լաչինի միջանցքը եւ դու ճանաչեցիր Լաչինի միջանցքում Ադրբեջանի գերիշխանությունը եւ 1 տարի Լեռնային Ղարաբաղի ժողովրդին սովի մատնեցիր եւ հիմա առանց անբարոյական տականքի նման փախած ես անվանում հերոսներին դրանից ամիջապես հետո տեղ յուղի հողերի գրավումն էր տեղ յուղի հողերի գրավումը 500 հեկտար այդ հատվածում հող են գրավել թուրքերը եւ դու ճանաչել ես դա սահմանապահներին հրաման ես տվել իրենցից 100 մետրի վրա դիրքեր փորել եւ երբ կորպուսի հրամանատարը փորձեց պաշտպանել Հայաստանի Հանրապետության ինքնուրույնությունը եւ անկախությունը վիրավորվեց գերի ընկած սպայն դու անմիջապես տվեցիր թուրք սպայն անմիջապես տվեցիր թուրքերին առանց փոխարենը մի բան ստանալու սա զիջում չի 2022 թվականին Պրահայում 2023 թվականին Գրենադայում բանավոր եւ գրավոր ճանաչեցիր Արցախը Ադրբեջանի անբաժանելի մաս եւ ճանաչեցիր Ադրբեջանի ամբողջական տարածքը անգամ կիլոմետրերով եւ գրավոր ստորագրեցիր եւ հիմա կապիկություններ ես անում, ուրիշներն են տվել, ուրիշներն են ասել, բանը հրապարակվել է այդ բանը, այդ տականք ցույց տուր որևէ նախկին իշխանության ներկայացուցիչ ստորագրություն Ադրբեջանի անկախության ինքնորոշման համար։ Չկա, դու ես միայն ստորագրել։ «2023 թվականին 120,000 մարդ տարհանեցին քո գիտությամբ, քո հետ պայմանավորված են, որովհետև Էրդողանը անմիջապես հայտարարեց, որ ամեն ինչ պայմանավորված է Փաշինյանի հետ, քո արտաքին գործերի նախարարը ՄԱԿ-ում հայտարարեց, հայ ազգաբնակչությանը, ֆիզիկական գոյությանը ոչինչ չի սպառնում, եւ դու լուր նայեցիր, ինչպես են մորթում, կոտորում, մի ամբողջ մանկապարտեզ անհետ կորել է, 35 օրիորդ է անհետ կորել, 25 տղամարդ է անհետ կորել, դու նայեցի, թե ինչպես են կոտորում, բռնաբարում և քշում են Հայաստանի Հանրապետության, հայ բնակչություն դեպի Հայաստանի Հանրապետություն, և դա, քո գիտությամբ, Եվ երբ դու կանգնում ես լրագրողների մոտ, լրագրողները չունեն այն ինֆորմացիան, որ ունի այն մարդը, ով զբաղվում է դրանով, չեն կարողանում քեզ ասել, բա ասում ես հսկայական միջոցներ կային, որոնք դու որակազրկել էի, դու մարդունակությունից զրկել էի հայոց բանակը, Ղարաբաղի բանակը։ Ժողովուրդը չի կարող կռվել, եթե պետությունը դավաճանում է։ Դու դավաճանել ես արցախցիներին, դու փախել ես, դու փախած ես Նիկոլ, և եթե քեզ թվում է դու Աննային ուղարկեցիր հետևիցդ գալու եմ, ոչ ոք չկա, ես հետևիցդ գալու եմ, ուր էլ գնաս, դու պատասխան ես տալու, և դու կարողացար հայաթափել, զիջել թուրքին ամեն ինչ, թուրքին պետք է Արցախը առանց հայի, դու զիջեցիր ու տվեցիր դա, և կապանում բռնվեց դիվերսանտը, ով հայ էր սպանել, դու ոչ թե քրեական պատասխանատվության ենթարկեցիր այդ դիվերսանտին, ով հայ է սպանել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում, այլ առանց որևէ մի գերու հետ փոխանակելու, դու այդ մարդասպան, հայասպանին տվեցիր թուրքին, դա զիջում չի, դու թքեցիր հայի արժանապատվության վրա, քո թքված հալով, քո թքված վիճակով, եկեղեցում ժողովուրդը թքում էր վրատ, ամեն տեղ են թքում,
Փող բաժանելով մի քանի անսուրբ ոչ հայ թրքացած փողի սատկած տականքների կողքդ 50-60 հոգի հավաքելով, դա չի նշանակում, որ դու ինչ-որ բան ես քեզնից ներկայացնում։ Տաշիրում 23 դիրք, 400 հեկտար հող, 4 գյուղ տվեցիր Թուրքուն, ինչ ստացար փոխարենը, թուրքերը պետք է 8 դիրք զիջեին մերոնց, մինչև այսօր ոչ մի դիրք չեն տվել։ Են լճի մոտ 300 հեկտարը հետ բերեցի թե մնաց Թուրքին։ Չես զիջել։ Այնքան դու չես զիջել, որ Ալիևի միակ երազանքն էր Արցախի հարցի փակումը միջազգային եւ ներքին կյանքում, դա դու արեցիր, հայտարարեցիր, որ Արցախի հարցը փակված է։ Ազգային ժողովում հայտարարեցիր, ով է քեզ նման իրավունք տվել դավաճան, սրիկա, եւ կա հայ, որ այդ դավաճան տականքին դեռ հավատում է, ձայն է տալիս, գնում է ձեռք է սեղմում եւ ասում է եկել եմ, որ իմ աղջկաս հղիացնես։ Այդպիսի տականքներ էլ կան։ Այդպիսի ոչնչություններ էլ կան։ Դե հասկանում ենք, դրանք պարվա բաներ են, անցած էտապ են, հասկանում ենք։ Բայց այդքան տականք լինել։ Կանգնած տականք, կանգնած հայտարարում էիր, Մեղրու միջանցք չի լինելու։ Բա ոնց տվեցիր 74%-ով, ոնց տվեցիր 100 տարով։ Այնտեղով մենակ, եթե քո սահմանապահնում մաքսավորը չի կանգնելու, ոստիկանը չի կանգնելու այդ ճանապարհում, դա ումն է այդ ճանապարհը։ Թուրքինը։ Դա զիջում չէ։ Սրիկա։ Ամերիկան ինչու պետք է վերահսկի։ Տիկին Թոմասյան, ինձ լուրջ վերլուծություն են ուղարկել, այնտեղ պետք է 1000 ամերիկյան մասնավոր զինվորական կառույցի զինվոր լինի։ Յուրաքանչյուրին 20000, ամսական 20000 ծախս է պահանջում։ 1000-ը դա 20 միլիոն է։ Ամսական տարեկան միայն 240 միլիոն դրամ զինվորին պահելու համար Հայաստանի Հանրապետությունը փող պետք է տա։ Պլյուս դրան 240 միլիոն էլ տեխնիկական միջոցներն են եւ այլ ծախսերը, կոմունիկացիոն ծախսերը, դա 480 մոտավորապես 500 միլիոն դոլար պետք է լինի այն դեպքում, երբ այնտեղից գնալու են միայն ադրբեջանական ու թուրքական ապրանքները, գալու է Թուրքիայից Նախիջևան ինվոյսով փոխվելու է Նախիջևանի ապրանք, այսինքն ոչ մաքսեմ ուծելու եւ ոչ հարկ, եւ անցնելու առանց մի կոպեկ գումար մուծելու։ Բայց 500 միլիոնի ծախս ով է փակելու, տականք։ Թե հարկ ես դնելու դեպի Իրան գնացող հայ մեքենաների վրա։ Իհարկե դնելու ես։ Եվ եթե ինչ-որ մեկը չի հասկանում, որ այդպես է լինելու, ուրեմն նա բութ է եւ հայ չէ։ Դու ասում ես սահմանադրության փոփոխություն չի լինելու, անկախության, ընդ որում գիտեք ամենասարսափելիներն է, որ 25 թվականին նա հայտարարում է, որ անկախության հռչակագիրը մեր պետականության հիմքն է, 26 թվականին հայտարարում է, որ անկախության հռչակագիրը խանգարում է մեր պետականությանը։ Լսի, դու շիզոֆրենիկ ես, հասկացանք, բայց գիտես ինչ կա, Տիկին Թոմասյան, ինքը շիզոֆրենիկ չի։ Ինքը անկեղծ ասում է, որ ինքը ոչնչություն է։ Ժողովուրդը դա պետք է հասկանա։ Ինքը չի թաքցնում։ Ասում է սահմանադրությունը փոխելու ենք, Ալիևը պահանջել է փոխելու ենք։ Ասում է դուք ինձ ընտրել եք, լավ եմ արել, մենք մեր քաղաքական տեսլականը սա է, այդպես ենք անում։ Կկործանվեք, չեք կործանվել, ընտրել եք, ուրեմն պատասխանը դուք եք տալու։ Եվ ինքը անկեղծ է այդ հարցում։ Իրականում անկեղծ է։ Չես զիջե տականք։ Սահմանադրությունը ես փոխում։ Ամերիկայի պետականությունը հենվում է անկախության հռչակագրի վրա։ Հանենք անկախության հռչակագրի, ինչ է մնում տակը։ Անկապ սահմանադրությունը ուժ չունի անկախության հռչակագրի, առանց անկախության հռչակագրի։ Հիմա Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագիրը հանում ես, ինչ է մնում տակը։ Վրաստանի պետության անկախության հռչակագիրը հանես, ինչ է մնում տակը։
Թուրքիայի, Քեմալական Թուրքիայի, Թուրքական Հանրապետության անկախության հռչակագիրը հանես ինչ է մնում տակը։ Ոչինչ։ Այդ դու այդ ոչինչն ես բերում Հայաստանի Հանրապետության գլխին։ Ալիևը պահանջում էր Մինսկի խմբի վերացումը։ Նիկոլ Փաշինյանը ինչու գրավոր պահանջեցին Մինսկի խմբի վերացումը։ Ալիևի պահանջը դու կատարեցի, դա պահանջի կատարում չի։ Ալիևը պահանջում է ապառազմականացնել Հայաստանի Հանրապետության բանակը եւ իջեցնել մինչեւ 25,000 մարդ, 20-25,000 մարդ։ 2025 թվականի մարտին ազգային ժողովը ընդունեց որոշում բանակի ծառայությունը դարձնել 1.5 տարի։ Ժողովուրդը ցնծաց։ Իմ երեխան քիչ է ծառայելու, քո երեխան չի ծառայելու։ Այն 200,000 15 թվականի 200,000 հայերի, որ թուրքերը բանակ կանչեցին, հետո մորթեցին, որովհետև դու բանակ չունեիր։ Այդպես է լինելու քո երեխայի վիճակը։ Կասնահարելու են։ Հասկանում ես։ Որպես բատրակ ջորի օգտագործելու են ու հետո սատկացնեն, եթե դու քո սեփական բանակը չունեցար։ Նիկոլ 2025 թվականի մարտին կատարեց Ալիևի հերթական պահանջը բանակի թվակազմը իջեցնել մինչև 25,000։ Այսօր Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության ենթակայության տակ կա 36,000 զինծառայող, սպա եւ բոլոր աստիճանների 36,000, 85,000-ից Նիկոլ Փաշինյանը իջեցնել է 36,000, Ալիևը 85,000-ից դարձել է 125,000։ Եթե 2025 թվականին, 26 թվականին մեր պաշտպանության բյուջեն կրճատվում է $260, Ադրբեջանի պաշտպանական բյուջեն ավելանում է $170 միլիոն։ Ահա թե ինչ է անում Նիկոլը, ինչպես է զիջում Թուրքին Նիկոլը։ Եվ ամենասարսափելին, խաղաղության օրակարգի դեմ գործողների դեմ համատեղ միջոցառումներ, այսինքն երբ ես կանգնեմ Հայաստանի Հանրապետության հրապարակում հայտարարեմ, որ ես դեմ եմ խաղաղության, ես կողմ եմ Արցախը, հայկականը եւ այլը, Ադրբեջանը կարող է զորք մտցնել, իսկ ձերբակալել եւ տանել։ Որովհետեւ խաղաղության պայմանագրի կետերից մեկը դա է։ Իսկ դու գիտես Նիկոլ Պաշտող ոչխար չեմ ասի, որովհետեւ ոչխարը երբեք քոսոտին իրեն առաջնող չի ընտրի։ Նիկոլ Պաշտող ոչինչ։ Իսկ դու գիտես, որ 300,000 թուրք է գալու ապրելու, իրենց սեփական անվտանգության միջոցներով, զենքով։ Իսկ դու գիտես, որ Համալիրության 20-րդ հոդվածը, որտեղ նշված է, որ Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, պետք է փոխվի դառնա Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն ու ադրբեջաներենն է։ Իսկ դու գիտես, ոչինչ, հայ կոչեցյալ ոչինչ, Նիկոլ Պաշտող ոչինչ։ Իսկ դու գիտես, որ այդ խաղաղության պայմանագրի մեջ կետ կա, որ պետք է Հայաստանում անարգել մահմեդականությունը, տարածվի եւ մզկիթներ կառուցվեն արտոնյալ պայմաններում։ Ինչու հայոց եկեղեցուն հողեր չեն տալիս։ Այդ հողերը որոշում ընդունեցին հողեր չտալ, այդ հողերը պահում են, որպեսզի անվճար տան մզկիթներ կառուցելու համար։ Ասեմ ձեզ, Աշոտ Մինասյան եղել է իմ հրամանատարը, որով ես հպարտանում եմ։ Աշոտ Մինասյանը ամենաուժեղ երկրապահի հրամանատարն էր, ով առաջինն է մտնել Լաչին Հայաստանի Հանրապետության կողմից, ազդագրել է Լաչինը։ Աշոտ Մինասյանը գումարտակի շտաբի պետ հրամանատարն էր, ով պաշտպանել Լաչինի միջանցքի հարավային թևը, ես այդ գումարտակի երկրորդ վաշտի հրամանատարն եմ եղել։ Երբ Մարտակերտը արդեն թուրքերը մտել էին Մարտակերտ քաղաք եւ շարժում էին դեպի Մեծշեն, Վազգեն Սարգսյանը, ում այսօր քպեական տականքներն ասում են նա ոչ միտեղ չի կռվել, եկավ Սիսյան եւ 100-ի չափ սիսական ջոկատի տղաներին Աշոտ Մինասյանի հրամանատարությամբ տարան Մարտակերտ։ Ես այդ 100-ի մեջ չէի, որովհետեւ իմ եղբայրս Մանվել Հովանեսյանը, մեծ եղբայրս, այդտեղ երկու եղբոր միասին չէին տանում։ 3 օր հետո ես գնացի Ազոյանի հետ։ Աշոտ Մինասյանը ոչ միայն դրամբոնում կանգնեցրեց Թուրքին, այլ
հակահարձակման անցավ Սևանի սպիտակի ջոկատների հետ եւ Արցախի տղաների հետ եւ ազատագրեցին Հաթերք գյուղը մեծ շենի խաչմերուկ ազատագրեցին Աշոտ Երկաթը այն հրամանատարն էր ով միայն հաղթանակներ էր բերում եւ լեգենդար Մոնտեն չէր կարողանում Քյարբաջարը մտնել թունելի մոտ Աշոտ Երկաթին հրաման տվեց Վազգեն Սարգսյանը եւ Աշոտ Երկաթը Գանձասարի կողմից Նայաշտարի բարձունքը գրավեց եւ թուկունքից հարվածեց ու մտավ միացավ Մոնտե Մելքոնյանին հենց նույն Քյարբաջարի թունելի բերանը հանդիպեց ահով է Աշոտ Երկաթը երբ ստեղծվեց Գորիսի լեգենդար բրիգադը Աշոտ Երկաթը առաջինն ու միակն է հայոց պատմության մեջ որ նշանակվեց մարտական գործողությունների գծով բրիգադի հրամանատարի տեղակալ եւ Աշոտ Երկաթն էր որ մինչեւ հորադիզ Ազոյան Հովիկի հետ միասին նկարվեցին Բաքվից 220 կիլոմետր հեռու այդ նշանի տակ այդքան առաջ էին գնացել Աշոտ Երկաթը այն հրամանատարն էր եւ երբ Գորիսի բրիգադի մի ամբողջ գումարտակ շրջապատման մեջ էր ընկել Աշոտ Երկաթը շտաբ գնաց եւ 15 կիլոմետր քշեց առաջ եկած Թուրքին Աբդուրռահմանլի Քանդ հորադիս հատվածում եւ Աշոտ Երկաթը այսօր կալանավորված է կեղծ մատնությամբ նայեցեք ինչով դատեցին Մանվել Գրիգորյանին մեկ կարաբինի եւ մեկ արկղ փամփշտի համար նույն Աշոտ Երկաթին անօրինական զենք զինամտեր պահպանելու համար եւ այդ զենքն ու զինամտերը գտնվել է այն տարածքում որ Աշոտ Երկաթը ոչ մի բան այո Փակի պահատակում որ Սյունիքը հանձնելուց ոչ մեկը չկազմակերպի միանշանակ դա եւ ասեմ ձեզ որ խաղաղության պայմանագրի մեջ կետ կա որ Սյունիքի բնական պաշարները համարվում են նաև 50%-ով ադրբեջանական։ Եվ ասեմ ձեզ Քաջարյանի եւ Կապանի են ոչխարներ, որ Նիկոլի ձեռքն է սեղմում, Քաջարյանի կոմբինատը տալու է Թուրքին։ Քաջարյանի կոմբինատը Թուրքը ուզում է։ Քաջարյանի քաղաքապետին ասեք, ես իրանց դարձրել էի բանը անմահ արտիվներ, հայրենիքի համար մարտնչող։ Դրանք պարզապես ինչ է դրանց Քաջարյանի Փարամազյան։ Հա, Փարամազյան, միջայլոց 16 թվականից 16 հետույքում Փարամազյան 16 թվականից ես քեզից նման բան չէի սպասում։ Ես քեզ տեսել եմ 16 թվականի մատաղիսում եւ հետո երբ տեսնում եմ հարճին ծաղկը փնջով ես դիմավորում։ Հիմա ուր է, հիմա ինչ է, հիմա ում ես դիմավորելու։ Հարճը չկա էլ արդեն Նիկոլի կողքին։ Փնտրել ես ում ես ծնկաճուկ ծաղիկ նվիրելու Փարամազյան քո 2 մետրանոց բոյով ում առաջ ես կզելու։ Բանից է խոսում ժողովրդը դե վախեցած է Սյունիքի հարցը կա դրա համար էլ Էլմիսին քրեական գործով Ուրեմն ասեմ ձեզ ընտրված դեմոկրատիայից է խոսում ընտրված քաղաքապետ ամենամեծ վարկանիշ ունեցող Վարդան Ղուկասյանն ինչ է անում շարունակում է փակված պահել պատու մեծ հաչում ես ռեյտինգ ունեմ 60% ունեմ կրած ունեմ բա որ կրած ունես ինչ ես վախեցած ընտրությունների առաջ այս վախտած մարդը եւ ասեմ ձեզ որ վախի մտնոլորտ է Նիկոլը վախի մտնոլորտ է ուզում ստեղծել բայց իրականում Նիկոլ ես բերել եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության հանձնարարությամբ կատարված հարցախույզը, որտեղ Նիկոլի քպեական ռեյտինգը ընդամենը 13% է եւ ընդ որում անկեղծ փորձագիտական խմբի ռեյտինգով Նիկոլի բանով հարցախույզով 10% է եւ կենթանի օրինակ բերեմ ես մի անգամ իմ ելույթում ասել եմ հիմա էլ ասեմ Տիկին Թոմասյան տան նստած էի եւ 3-4 կանայք եկան եւ բան են սոցիոլոգիական հարցում են կատարում եւ Նիկոլի երբ անունը տվեցին ամենավերջի բառերով վատ բաներ ասեցի այդ կինը ասեց տեսեք պարոն Հովհաննիսյան այս 150 հոգու հարցախույզ են կարել 150 հոգուն ամենամեծ ատելությամբ են Նիկոլի մասին խոսում այսինքն Նիկոլը զրոյական ես ասում եմ Էրեբունի 7 5-6 օր առաջ են եկել այդ հարցազրույցը Ժողովուրդ
Եթե ուզում եք, որ 300,000 թուրք գա քո երեխաներին բռնաբարի ու սպանի, ժողովուրդ, եթե ուզում եք, որ ադրբեջանական լեզուն լինի քո պետական լեզուն, եթե ուզում ես քո հարստությունը տարածվի Թուրքին, եթե ուզում ես, որ քո բանակը մորթվի, ոնց որ Ղարաբաղում երեխեքի գլուխը մորթը ֆուտբոլ էին խաղում, եթե ուզում ես այդպես, ընտրի Նիկոլ Փաշինյան, եթե ուզում ես ապրես, ընտրի ոչ Նիկոլ Փաշինյանին, ընտրի ցանկացած ուժեղ, մենք ունենք 3 հզոր ուժեղ թեկնածուներ ընտրության համար, ընտրեք յուրաքանչյուրին, բայց ոչ Նիկոլ Փաշինյանին։